տարիների ընթացքում մեր ուսուցիչները մեզ սովորեցրել են ոչ միայն կարդալ ու գրել, այլ նաև լինել բարի, ընկերասեր և աշխատասեր։ Մենք միասին շատ ուրախ պահեր ենք ունեցել, միասին խաղացել, սովորել և հաղթահարել դժվարությունները։ Սիրելի ուսուցիչներ և ծնողներ, շնորհակալ ենք ձեր սիրո, հոգատարության և աջակցության համար։ Հուսով ենք այսօրվա միջոցառումը ձեզ կհաղորդի ջերմություն և գեղեցիկ հիշողություններ։ Սիրով սկսում ենք մեր ավարտական հանդեսը։ Նինոցմինդայի թիվ 3 հանրային դպրոցում տոնական և ջերմ մթնոլորտ էր տիրում։ 4-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ էին տալիս իրենց առաջին ուսուցչուհուն, քանի որ ավարտում էին տարրական դպրոցի մի փուլը։ Այս հիշարժան օրվա կապակցությամբ երեխաները հանդես եկան գեղեցիկ և հետաքրքիր ելույթներով։ Նրանք պարեցին, արտասանեցին բանաստեղծություններ և մասնակցեցին զվարճալի ուսուցողական խաղերի։ Դահլիճում տիրում էր ուրախություն, հուզմունք և միաժամանակ կարոտի զգացում։ Քո ամեն ձախին ու քո ամեն հավքին, ծառերի, անտառների հարում, սեր հավատ խաղաղություն, ու թողոր է այս ու հետ, չլինեն պատայածներ, թող լինի ողջ աշխարհում։ Այսօր մեր 4-րդ դասարանի հրաժեշտներ, երեխաները հրաժեշտ տվեցին իրենց առաջի ուսուցչուհուն, քանի որ 4-րդ դասարանով ավարտում ենք տարրական աստիճանի մի մասը, նրանք ճիշտ է մնալու են էլի տարրական աստիճանում, բայց համենայն դեպս առաջի ուսուցչուհի հետ հրաժեշտ էր, շատ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել, շնորհակալություն դասվարին Անժելա Բոդոյանին, այսպիսի հետաքրքիր միջոցառում կազմակերպելու եւ այս միջոցառման ընթացքում մենք բոլորս, ովքերս որ չէինք դասավանդում այս դասարանում, տեսանք թե ինչ ունակություն ունեն այս երեխաները։ Պարզ է, որ 5-րդ դասարան են գնալու արդեն, բայց ուզում եմ ասել, որ շատ հետաքրքիր դասարան էր եւ ուսուցչու հետ միասին փորձեցինք պատմել այն 4 տարվա պատմությունը, որը նրանք ունեցել են։ Շնորհակալություն եմ էլի ասում, ցանկանում եմ մեր բոլոր երեխաներին հաջողություն, առողջություն եւ դառնաք մեր դպրոցի հպարտությունը։ Այսօր մենք 4-րդ դասարան ենք և հրաժեշտ ենք տալիս մեր առաջին ուսուցչուհուն։ Հիմա մեզ դա ուզիչ պահ է, քանի որ մենք շատ միասին բաներ ենք ունեցել մեր առաջին ուսուցչուհուն հետ։ Մենք միշտ ուրախ ենք եղել, որ մեր ուսուցչուհին միշտ մեզ հոտ է և ընկեր Անժելան միշտ ամեն ինչ արել է, որ մենք ուրախ լինենք և չի թողեցել, որ մենք մի օր տխուր լինենք, ինչ-որ մի կռիվներ ունենանք։ Ընկեր Անժելան միշտ մեր ընկերն է եղել միշտ մեզ համար և բացի դրանից սկսվում են ամառային արձակուրդները, բոլորին լավ հանգիստ։ Բարզեց, ես Էլինան եմ, սովորում 4-րդ դասարանում։ Այս տարի մենք տեղափոխվում ենք 5-րդ դասարան։ Մեր դասակը ընկեր Անժելան է, մենք դասարանում 10 հոգի ենք։ Այս 4 տարվա ընթացքում մենք ունեցել ենք երջանկություն, տխրություն, ուրախություն եւ այլն։ Ընկեր Անժելան մեզ շատ բան է սովորեցրել, թեև դասերի առմամբ, թեև ընդհանուր կյանքի առմամբ։ Ընկեր Անժելան մեզ երբեք չթողել, որ մենք ինչ-որ բանից հետ մնանք, նա մեզ միշտ օգնել է, արել է ամեն ինչ, որպեսզի մենք լինենք ուրախ։ Ես Մանե Եփրիկյանն ենք, մենք գնում ենք
5-րդ դասան մեր դասղեկը ընկեր Անժելան է։ Մենք ընկեր Անժելային շատ ենք սիրել։ Ընկեր Անժելան միշտ մեզ հետ է եղել։ Ընկեր Անժելան մեզ կարդալ գրել է սովորեցրել։ Նա միշտ մեզ հետ է եղել եւ միշտ մեզ ուրախացրել է։ Մենք այսօր 4-րդ դասարանից փոխվում ենք 5-րդ դասարան։ Մենք շատ էինք ուզում, քանի որ ընկեր Անժելան մեր ամենաառաջի ուսուցչուհին էր, նա մեզ շատ էր ուրախացնում եւ զվարճանում, նա մեզ համար ընկեր էր։ Շնորհակալություն ընկեր Անժելային։ Կարևորն այն է, որ մոլորակն իմ նոր միշտ լինի լուսավոր, կարևորն այն է, որ մոլորակն իմ նոր սմայլիկներ մեզ ամեն օր։ Այսօր մենք հրաժեշտ տարեցինք 4-րդ դասարանը, սա շնորհակալ Անգեր Անժելային, որ կազմակերպեց այս հանդեսը, շնորհակալ եմ Անգեր Անժելային, որ նա 4 տարի մեզ գիտելիք էր տալիս։ Այսօր մեր հանդեսներ մենք ավարտեցինք 4-րդ դասարանը։ Այս 4 տարվա ընթացքում Անգեր Անժելան մեզ շատ բաներ է տվել։ Նա մեզ սովորեցրել է, որ կռիվ չենք, միշտ իրար կողքի լինենք եւ մեկս մեկից պաշտպանենք։ Մենք տեղափոխվում ենք 5-րդ դասարան եւ ես վստահ եմ, որ Անգեր Անժելան միշտ մեր կողքին կլինի։ Այսօր մենք ավարտեցինք 4 դասարան եւ Անգեր Անժելան միշտ եղել է մեզ հետ 4 տարին սովորեցրել կարդալ դաստիարակել եւ այլն։ Տարիներից անցած հեռացած այցելությանից կգան միշտ հարազատ դեպքերը, որոնք գուցե արդեն էլ չկան, կփարվեն ուսիս ու քնքուշ, ինձ կշտան անուշ, որ օգնեն կրկին մանկանալ, թողնելով ինձ հազար ու մի հուշ։ Միջոցառման ընթացքում հուզված էին բոլորը, թե ծնողները, թե դասղեկը եւ թե աշակերտները։ Հրաժեշտի պահը դարձավ հատկապես զգացմունքային, քանի որ տարիների միասին անցած ճանապարհը լի էր սիրով ու հոգատարությամբ։ Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը հանդես եկավ շնորհավորանքի եւ հպարտության խոսքերով, ընդգծելով երեխաների ձեռքբերումները եւ շնորհակալություն հայտնելով թե աշակերտներին, թե ծնողներին համագործակցության եւ նվիրվածության համար։ Շնորհավորում եմ ծնողներ ջան, ձեր երեխաները ավարտեցին 4-րդ դասարան եւ ի հպարտություն դպրոցին, որ դուք կդառնաք մեր դպրոցի հերթական հպարտությունը կդառնաք։